Եկավ պահը այս գեղեցիկ սեթը ուղարկելու, սա նվեր է, գեղեցիկ, հիասքանչ, 3 շարքանի խոշոր մարգարտե վզնոց, իր թևնոցի հետ։ Ահա այսպիսի թևնոց է, թևնոցը վզնոցի հետ։ Կարող եք կռահել ում նվերն է սա, ուր է ուղևորվում այս կոլեկցիան, կոմպլեկտը։ Այս կոմպլեկտը մի փոքր հուշում ուղևորվում է Լիլ քաղաք, որտեղ բնակվում է մեր հայրենակցուհի Ասյան, նա նույնպես վլոգեր է։ Ես որոշել եմ նրան տարեվերջյան անակնկալ նվեր կատարել եւ վստահ եմ, որ նրան անչափ սա դուր կգա։ Հիմա միասին կփաթեթավորենք այս հիասքանչ կոմպլեկտը եւ կուղարկենք։ Շատ գեղեցիկ, խոշոր մարգարտե էլեմենտներ, աստղիկներով, ցերկոններով պատված փական։ Իմ LS Zarte լոգոն։ Դուք նույնպես կարող եք ձեր մտերիմներին հաճելի անակնկալ մատուցել իմ միջոցով։ Նախապես կարող եք ինձ տրամադրել այն մարդու հասցեն, ում ուզում եք նվիրել, կամ կարող եք ձեր հասցեն տրամադրել, վստահ լինելով, որ արդեն դուք ունենաք լավ փաթեթավորում, ճոխ փաթեթավորում եւ ձեր անակնկալը ստացված կլինի։ Դուք կարող եք միանգամայն վստահ լինել այդ հարցով։ Ես կթողնեմ իմ կոնտակտային տվյալները Viber, WhatsApp, Հայաստանաբնակ, Ռուսաստանաբնակ եւ Ամերիկաբնակ իմ հայրենակիցների համար։ Իսկ Եվրոպայում ապրող հայրենակիցներ դուք կարող եք օգտվել իմ Vinted account-ի ծառայությունից, որը կցված է իմ YouTube-յան LS edge-ին։ Իսկ մնացածի համար կարող ենք քննարկել, որ ժամանակահատվածի սահմաններում ես կուղարկեմ ձեր պատվերները։ Արդեն բազմաթիվ անգամներ գնել են ինձանից Ռուսաստանաբնակ եւ Ամերիկաբնակ իմ հայրենակցուհիները, քանի որ Հայաստանը հանդիսանում է միջնորդ պետություն եվրոպական երկրների հետ, Ռուսաստանի հետ Եվրոպան անմիջապես կապ չունի եւ ուրեմն շատ ռուսներ անգամ օգտվում են երրորդ պետությունից, ինչպիսին Հայաստանն է, իրենց պատվերները կատարելով եվրոպական երկրներից, մասնավորապես վինտաժային զարդերի ծառայություններից օգտվելու համար։ Ահա այսպիսի գեղեցիկ փաթեթավորում ստացվեց։ Դնեմ ահա այսպիսի տոնական ծրարի մեջ։ Շատ գեղեցիկ փաթեթավորում է, ես վստահ եմ, որ Ասյան շատ կուրախանա եւ նա արժանի է իսկապես լավագույնին։ Երբ ես կատարում եմ իմ առաջին քայլերը YouTube-ում, մոտիվացիա էր նա ինձ համար հանդիսանում։ Հիմա կփակցնեմ հասցեն եւ կուղարկեմ։ Դե Ասիա ջան, բարով բայել սիրելիս։ Բացեցի post-ը, տեսա որ փոքրիկ ծանոթ ունենք, շտապ բացեմ այս ծանոթը եւ ձեզ հետ միասին տեսնենք թե ինչ կա այստեղ։ Տեսնենք թե ինչ կա այս շքեղ կարմիր փաթեթի մեջ, նորից կարծես թե կարմիր, այս մի կարմիր, տեսեք ինչքան սիրուն, նայեք ժողովուրդ ջան, մոտիկից ցույց տամ, սրտիկը բացում ենք, կարմիր փաթեթը բացում ենք, ձեզ հետ միասին, այո, տեսեք ինչ է, Zarte, արդեն գուշակեցի, տեսեք ինչ գեղեցիկ, վաու, այս ինչ է գրված, Zarte LS, գեղեցիկ տերևով, գեղեցիկ, Ժորժան, սիրտս հատացավ, սիրտս ինֆարկտ, լուսին է, եթե ճիշտ եմ, և համոզված եմ, որ ճիշտ եմ, հələ նայեք Ժորժան, ես ինչ է, ձեռքերս արդեն դողում են, հիմա որը ես կփակցնեմ, ինֆարկտ, հանգիստ, նայեք շքեղությանը Ժողովուրդ ջան, հələ նայեք, բայց էլի բան կա, կարծես թե, վզնոցից բացի, տեսեք, արդար եմ, չեմ նայել, նորից ինչ-որ մի բան, և, թևնոցը, հələ նայեք, հենց հիմա ես փակցնելու եմ, դե առանց ակնոցների չեմ կարող փակցնել, ակնոցներս դնեմ փակցնեմ, LS Zarte-ի կողմից, գեղեցիկ, դեմքս չփակեմ, այսպես անեմ, գեղեցիկ, փաթեթավորումով, Ժորժան։ Դե ինչ սիրելիներ, կարծում եմ ձեզ հետաքրքիր կլինի, թե ինչպիսի տեսք ունեն այս զարդերը Ասիայի վրա։ Եթե ուզում եք տեսնել
այդ զարդերը իրական կյանքում ինչպես են նայվում Ասիայի վրա, կարող եք անցնել այն հղումով, որը ես կտեղադրեմ իմ տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։ Ինֆորմացիոն, ուսուցողական, հետաքրքիր վլոգ է պատրաստել Ասիան վինտաժային զարդերի մասին, անպայման նայեք, խորհուրդ կտամ, մի հապաղեք, ինձ էլ շատ դուր եկավ նրա պատրաստած տեսանյութը, շատ բովանդակալից էր ու հետաքրքիր։ Շտապեք, կհանդիպենք մեկնաբանությունների դաշտում։ Դե ինչ եկավ հետաքրքիր պահը այս փաթեթները բացելու ու տեսնելու, թե ինչ գեղեցիկ ու նոր զարդեր եմ ես ստացել։ Իսկ դուք պատրաստ եք։ Դե գնացինք։ Երբևիցե ինձ պատահած ամենագունավոր գունավոր ծրարը։ Երբևիցե ինձ հանդիպած ամենակոկիկ փաթեթը, որտեղ կպցրել է ֆրաժիլ, այսինքն փխրուն է, եւ տուփն էլ լավ ամուր է։ Հաճելի է, երբ լավ են փաթեթավորում, որովհետեւ ես այդպես եմ սիրում։ Ես ինքս էլ եմ լավ փաթեթավորում։ Ճիշտն ասած, ինձ էլ է հետաքրքիր, չեմ հիշում, թե որ զարդն է սա։ Ստացվեց ինձ բացել փաթեթը եւ տեսեք ինչ հրաշք վզնոց է մեզ սպասվում, սիրելիներ, բնական մարգարիտները։ Տեսեք ինչ գեղեցիկ փական է, բնական պերլամուտրից։ Շատ սառն են մարգարիտները, բնականին ու շատ գեղեցիկ խոշոր մարգարիտներ են, ինչպես տեսնում եք։ Հիացած եմ այս վզնոցից ուղղակի եւ շատ ուրախ եմ, որ արագ պատվիրեցի, որովհետեւ համ փականն է գեղեցիկ, համ մարգարիտների հատիկները։ Ահա, այսպիսի տեսք ունի այս մարգարիտե վզնոցը։ Տեսնում եք, բավականին երկարավուն եւ այս գեղեցիկ էլեգանտ բնական պերլամուտրից փականը զարդարում է վզնոցը։ Կարելի է այն կրել հետևի մասում, ահա այսպես։ Կարելի է կրել կողքի հատվածում։ Ստացվում է, որ միևնույն ժամանակ կարող եք մեկի փոխարեն երկու վզնոց ունենալ։ Շատ խոշոր հատիկ է։ Հատիկները բավականին խոշոր են։ Ահա, այսպիսի գեղեցկուհի վզնոց։ Հիմա անդրադառնանք մյուս պատվերներին, տեսնենք ինչ կա այստեղ։ Ամեն ինչ անում ենք միասին, տեսնում եք, եւ փաթեթավորում ենք իմ պատվերները ուղարկելուց միասին, եւ բացում ենք։ Ձերբազատվեցի ես այդ փաթեթից, բազմաշերտ է տուփի մեջ տուփ, նորից տուփ, երևի մի 3-4 հատ տուփ իրար մեջ, երևի չէ հաստատ, բայց ոնց հասկանում եմ, դա վերջը չի։ Հիմա էլ սրանցից ձերբազատվեմ, լավ, ձեր համբերությունը չչարաշահեմ։ Օ, ինչ գեղեցիկ է։ Ինչ գեղեցիկ զարդ է, կանաչ կենտրոնական էլեմենտով, ավելի ճիշտ զմրուխտի գույն ունի, զմրուխտ աչյա գեղեցկուհի է, եւ տեսեք, լատունային հիմք ունի, լատունային հիմքով, ու զմրուխտի կենտրոնական էլեմենտով, ես դեռ կհասցնեմ հիանալ այս բրոշով, հաջորդը, տեսնենք ինչ կա հաջորդում։ Օ, ինչ գեղեցիկ է։ Քարերը գիտեք ինչ են կոչվում այս քարերը, իրիսնե ստիկլո, ահա այդպես են անվանում։ Ներսի հատվածը, երբ նայում ենք ասեղի երկարությանը, հասկանում ենք, որ բավականին շատ հին բրոշ է։ Բավականին շատ հին բրոշ է, այսքան երկար ասեղներ ունեցել են հին բրոշները։ Ֆիքսատորը ֆիքսացիան այդքան էլ ուժեղ չի բրոշի, ես նկատում եմ անմիջապես, տեսեք։ Բայց քանի որ շատ երկար է ասեղը, ես կարող եմ այստեղ անցկացնել ինչ-որ ականջողի հետևը, որ դնում են այդպիսի մի բան, որը կպահի բրոշը, չի ընկնի, չի կորի։ Հիմնականում այս բրոշը գնել եմ քարերի կրիստալների համար, որովհետև հազվագյուտ հանդիպող երևույթ է այս ապակին, որը կոչվում է իրիսնե ստիկլո։ Շատ գեղեցիկ բրոշ է։ Սա նույնը չէ, ինչ որ ասում ենք աբեցածկույթով, չէ, նա պերլամուտրային երանգ ունի աբեցածկույթը։ Իսկ այս ապակին ներսից խորքային ինչ որ գունային գամա է, իրար հաջորդող, ահա այդպիսին է, պերլամուտրային բան չկա այս քարերի վրա, աբեցածկույթ չկա։ Դնենք այստեղ։ Եվ վերջապես ամենագլխավոր, սա ամենագլխավոր բրոշն էր, ինչի պատճառով ես գնեցի այս սեթը։
Տեսնում ենք, որ ավստրիական բրոշ է, ահա կենտրոնական հատվածում նշված է Ավստրիա, գնալով ավելի են քչանում շուկայում ավստրիական բրոշները, մեծ քանակությամբ արդեն արտահանվել են ասիական երկրներ, որտեղ կոպիաներն են պատրաստում այդ բրոշների, բայց միևնույն է, այսքան փայլող կրիստալներ նրանք չեն կարող արտադրել։ Ավստրիական կրիստալները համարժեք են, հավասարազոր են Սվարովսկուն, որտեղ նույն չափ հավասարաչափ փայլում են։ Բրոշները ենթակա են մաքրման, որից հետո ավելի լավ կսկսեն փայլել։ Ասեք, որ գեղեցկուհի է։ Երեք բրոշներն էլ շլացնող են, ուղղակի շլացնող, իրենց շքեղությամբ, իրենց փայլով, իրենց գլամուրությամբ ու եզակի նմուշներ են չկրկնվող, կարող է պատահել, որ ընդամենը մեկական օրինակ լինի նրանցից պահպանված եւ այսքան լավ վիճակում։ Եվ այն տարիներին, երբ թողարկվել են այս բրոշները, սահմանափակ քանակով են թողարկվել, լիմիտներ են եղել։ Երբեմն անգամ եղել է 1 օրինակից 2-3, որովհետեւ ձեռքով պատրաստված բրոշներ են, յուրաքանչյուր վարպետ ունի իր տեխնոլոգիան, իր հնարքները, իր մոդելները եւ այդ իսկ պատճառով հենց այն ժամանակ էլ է սրանց թիվը սահմանափակ եղել, իսկ մինչեւ մեր օրերն եթե հասնեին որոշակի քանակություն, շատ քիչ, բնականաբար շատ քիչ քանակությունից 1 կամ 2 օրինակ հազիվ փոխանցվի հետագա սերունդներին։ Բրոշները երբ արտադրվել են, հավանաբար մենք էլ ծնված չենք եղել, բայց նայեք ինչ գեղեցիկ է, ինչ որակով է, ինչքան լավ է պահպանվել։ Այս կրիստալների փայլից կամերան անդադ խամրում է, ես ֆոկուսին հետևում եմ, որ չկորչի եւ լավ երևա ձեզ։ Ճիշտ է, ասիական շուկաները փորձում են նմանակել շատ գեղեցիկ բրոշներ, բայց միևնույն է, նրանց արտադրությունը այսքան երկար տարիների կյանք չի կարող ունենալ։ Կամ քարերը կընկնեն կկորեն, կամ էլ մետաղի գույնը փայլը կկորի։ Ասենք 50-60 տարվա բրոշներ են, տեսնում եք ոնց որ նոր, հենց նոր պատրաստված լինի, քարերի խաղը, փայլը, մետաղի գույնը ամբողջը տեղում է, ոչինչ չի պակասել։ Սա 1950-ականների բրոշ է, սա 1960-ականների, իսկ այս մյուսը 1930-ականների։ Ինչից ենք իմանում տարիքը, սովորաբար մետաղի գույնից, փականներից եւ մոդելներից։ Այսպիսի մոդելներ ռետրո պատրաստվել է 1960-ականներին։ Ավստրիական կրիստալներով բրոշները 1950-ականներին, իսկ այսպիսի երկար սուր ծայրով ասեղ ունեցող բրոշները 1920-ականներից 1930-ականներ ու չափսն էլ կապ ունի։ Ավելի պուճուրիկ են եղել։ Չափսը, մոդելը կապ ունի, ավելի պուճուրիկ են եղել։ 1930-ականների բրոշ է սա։ 1930, 1950, 1960։ Այս փորձը ես կուտակել եմ տարիների ընթացքում, ուսումնասիրելով մանրակրկիտ բրոշների ծագումը, պատմությունը։ Միգուցե մտածեք ում է դա պետք, բայց ես սիրում եմ, ուղղակի սիրում եմ, հոբի է դա իմ համար, այնպես չի կենսական կարևորություն ունեցող ինչ-որ բան է։ Պարզապես եթե դու մի բան սիրում ես, ամեն ինչն էլ դրա վերաբերյալ քեզ հետաքրքիր է։ Պահը բացելու այս ծանրոցը, որը ինձ մոտ է եկել Իսպանիայից, երեկվանից դեռևս չեմ բացել, սպասել եմ, որպեսզի միասին բացենք, իսկ դուք պատրաստ եք, դե գնացինք։ Ասեմ, որ ծանրոցը անմխիթար վիճակով է եկել, տրորված, հուսամ զարդերի հետ ոչինչ չի պատահել, ու ամեն բան տեղում է։ Ասենց վնասվել է կոփը, լավ է զարդը սկոճած է մեջը, բայց տեսնենք արդյոք տեղում է։ Ինչ լավ է զարդը տեղում է, ես մտածեցի ընկել է կամ հանել են։ Այդպիսի բաներ էլ է պատահում, երբեմն հանում են կամ կորում է զարդը։ Նռնակար է, ինչպես տեսնում եք, խոշոր հատիկ, ամբողջական հատիկ նռնակար, ես շատ եմ սիրում նռնակարը, կյանքի խորհրդանիշ հանդիսացող այս միներալը, ունի բորդոյի բոլոր երանգներ, մուգ, բաց, շատ գեղեցիկ է, ինձ իսկապես դուր եկավ։ Վինտաժային փական ունի, մինչ 1950-ականներն ընկած հատվածն է եղել նմանատիպ օղակաձև փականները։ Լոկանիկ բազիկ վզնոց է, որը կարելի է համադրել ոսկեգույն եւ արծաթագույն այլ բարակ վզնոցներով միևնույն ժամանակ, միքսելով, որպեսզի ավելի ժամանակակից տեսք հաղորդել այսպիսի վզնոցին։ Օրինակ այսպես, այս զարդի հետ կարելի է համադրել այս վզնոցը, ինչպես նաեւ երկրորդ շարք, ինչ որ մի այլ վզնոց, երրորդ շարք ու այսպես շարունակ, ավելի ժամանակակից տեսք է ստանում նռնակարը եւ ցանկացած այլ քարեր, ինչպես նաեւ մարգարիտ, հեմատիտ, ամիթիստ, եթե ուզում եք ձեր զարդերը լինեն ժամանակակից, համարձակորեն միքսեք, մի տեսակի զարդով մի բավարարվեք, այսպես ավելի
թարմացավ այս զարդը եւ ավելի երիտասարդական նայվեց, քան որ առանձին կրեինք այս զարդը։ Ճիշտ է, ինքը գեղեցիկ զարդ է, ինքը իրենով կարելի է, թույլատրելի է, բայց ինձ թվում է այսպես ավելի աշխուժ, ժամանակակից երիտասարդ տեսք է հաղորդում ձեր լուքին։ Եկեք բացենք այս փաթեթը։ Օ, ինչ հետաքրքիր է, վայ, նապաստակն է եկել, իմ գուպին են ուղարկի աչքիս, կարծես իմ գուպին լինի, չէ, այստեղ։ Ինչ լավ է փաթեթավորված, իմ նապաստակ գուպին է, իմ թմբլիկը։ Տեսնես ինչպես եմ իմացել, որ ես նապաստակ ունեմ։ Սովորաբար միշտ գնում եմ այն մարդկանցից, ում հետ նախկինում փորձ եմ ունեցել եւ երևի թե հիշում է, որ ես նապաստակ ունեմ։ Հիմա չեմ հիշում, սա ումից եմ գնել, բայց հավանաբար այնպիսի մարդուց, որը տեղյակ է, որ ես նապաստակ ունեմ։ Տեսեք ինչ շքեղ ականջողեր են։ Շատ շքեղ ուճող ականջողներ են, կլիպսներ են, կլիպս ականջողեր, որոնք ես գնել եմ հատուկ կոմպլեկս ստեղծելու նպատակով։ Ճիշտ այս մոդելին բնորոշ ես ունեմ բրոշ, որտեղ օգտագործված են այսպիսի լուծիտային ծաղկավոր էլեմենտներ, եւ ես սիրում եմ, երբ զարդերը գտնում են միմյանց, միավորվում, ընտանիք են կազմում, այսպես ասած, ամուսնացնում եմ իրենց, ընդունված է, չէ, ասել խոհանոցում են այդպես ասում, բանջարեղենների մտքերի պահով։ Եվ այս ականջողերը կմիանան իմ բրոշին եւ այդպիսով կստեղծվի դուետ կոմպլեկտ։ Բրոշի նկարը ես կտեղադրեմ այստեղ անկյունում եւ դուք կտեսնեք, որքան համահունչ են միասին նայվում։ Նույն օպերայից